Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, ես ստիպված եմ այդ ձևաչափով հանդերձ գալու։ Մի քանի օր սպասելուց հետո հետևում էի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրած գարնանային սրացման հետ կապված ելույթը թիվ 1 ամբիոնից, որով ճանապարհ անցած գեներալների հասցեին արդեն մի քանի անգամ հնչեցրեց սեղանի հետևում կենաց խմողների և պատերազմի դաշտից փախած դասարեկների խոսույթը։ Ես որպես զինվորականների և հատկապես գործող և չգործող գեներալների նկատմամբ ատելություն սերմանելը և արժանապատվությունը ոտնահարելու անընդունել եմ համարում Հայաստանի Հանրապետությունում։ Կուզենայի նշել, որ չգործող ճանապարհ անցած և հանուն պետության և պետականության իրենց ավանդը ներդրած գեներալները քաղաքական ղեկավարության կողմից շինծու և ապօրինի սարքած քրեական գործերի դեմ են պայքարում դատարաններում։ Կգա ժամանակը, նրանք իրենց ասելիքը կասեն համոզված եմ։ Համոզված եղեք հայ ժողովուրդ։ Իսկ ինչ վերաբերում է այս թուրքահապատակ կառավարության ենթակայության տակ գործող գեներալներին, այս հնչեցրած խոսքերից լավ եք զգում բարձր աշխատավարձ եք ստանում, դուք պարոնայք գեներալներ, ձեն չեք հանում, հիշեք մի բան, աշխատավարձը ժամանակավոր է բոլորիդ համար, դուք ավելի բարձր եք գնահատում աշխատավարձը և ստամոքսը, քան հայրենի հողը, ինչքան պետք է լռեք, պարոնայք սպաներ, ինչքան պետք է կուլ տաք այս կապիտուլյանտի ասածները և ինչքան պետք է կատարեք։ Ես համոզված եմ, որ այս ամեն ինչը տանում է երկրի կործանման համար։ Ես արդեն 2 տարի այդ մասին խոսում եմ։ Եվ այսօր դուք այդ պաշտոնները զբաղեցրած և հող հանձնելու համար գեներալ ստացած այդ մարդիկ եք, ովքեր որ լռում եք ձեր պաշտոններում և ընդհանրապես հայ ազգն է լռում, նստելով տեղերում սպասելով։ Եվ ուզում խոսամ նաև այն գեներալների, այն սպաների մասին, ովքեր որ միայն ֆեյսբուքներով հետևում են, ֆեյսբուք կոմենտարյաններ են գրում։ Սա բոլորիս պայքարն է, սա իմ պայքարը չէ, սա ամբողջ հայ ժողովրդի պայքարն է։ Սիրելի ժողովուրդ, ես պայքարում եմ իմ հայրենիքի համար, իմ հողի համար։ Ոչ պայքարում եմ փողի համար, ոչ պայքարում եմ պաշտոնի համար։ Դրա համար ես ձեզ կոչ եմ անում, մտածեք մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, մեր երեխեքի համար, մեր թոռների համար։ Ձեր թոռները ինչ են ասելու, պարոնայք գեներալներ, որ այսօր պաշտոններ եք զբաղեցնում այնտեղ, ասելու եք պապ ինչի համար ձեզ չհանեցին, ասելու եք վախեցանք Նիկոլի դեմ դուրս գանք, եթե Նիկոլի դեմ դուրս գայինք, մեզ պաշտոններից կազատեն բալես։ Դրա համար այսօր ես գեներալ եմ, լավ է լինել գնդապետ հպարտ, քան ծախված գեներալ, հող հանձնելու համար գեներալի զինվորական կոչում ստացաք։ Ինչքան պետք է կուլ տաք թուրքահապատակ ղեկավարության ասածները։ Այս մարդիկ տանում են ամեն ինչ կործանման։ Եվ այսօր արդեն խոսում է սահմանադրության փոփոխության մասին։ Դուք պատկերացնում եք խոսում է սահմանադրության մասին, այն սահմանադրության մասին, այն հռչակագրի մասին, որով որ մեր երկիրը ծնվել է և անկախացել է դարել պետականություն։ Այսինքն անկախության հռչակագիրը կորցնելուց հետո այդ նույնն է ոնց որ մարդու ծննդականը վերցնես ու ճղես գցես։ Այդ մարդը չիմանա երբ է ծնվել։ Հիմա այդ մարդը տենց է ուզում անի, երկրի հռչակագիրը ուզում է վերացնի, այսինքն մենք չենք իմանալու մեր երկիրը երբ է անկախացել։ Կարող է մենք հիմա իմանանք, բայց մի 20-30 տարի հետո մեր թոռները կամ թոռները մեր երեխաները արդեն չիմանան, չհասկանան ոնց է մեր երկիրը ստեղծվել։ Ինչ պետք է անի սիրելի ազգ, սիրելի ժողովուրդ, որ այս մարդը ձեզ ապացուցի, որ ինքը անգլո-թուրքական ծրագիր է, եկել է երկիրը կործանելու նպատակով, իր խնդիրը կատարելու, վերջնական երկիրը քանդելու ու գնալու ստեղից։ Այլ ինչ պետք է անի։ Դուք լավ տեսաք միակողմանի սահմանազատումը, զիջելով հակառակորդին, գիրանց ոսկեպար,
Եվ շարունակում է վերին ոսկեպար, շարունակում է Սոֆուլու, Բախուդալու, Տիգրանաշեն, մնացած հատվածները։ Իսկ ջերմուկից, ներքին հանդից կամ ինչ-որ մի տեղից հակառակորդը դեռ մի մետր հետ չի գնացել։ Էլ չեմ ասում 950 հեկտար հող, որը որ գլխավոր Սուտասանը խոստացավ մեր ոսկեպարում, 950 հեկտար հողը, բերքաբերի հողը պետք է հետ տային, մինչև հիմա հետ չեն տվել այդ հողը։ Կամ մի մետր հող հակառակորդը հետ չի տվել, ու հետ էլ չի տալու, ասեմ իմացեք։ Սրանց ընդամենը պետք է մեկ թուղթ, որի վրա գրված է խաղաղություն, որ իրանք կարող են վերարտադրվեն, նորից շարունակեն իրենց այդ պաշտոնները։ Ազգ, խնդրում եմ ձեզ, վաղը ուշ է լինելու։ Կողմնորոշվեք, սիրելի հայ ժողովուրդ, եկեք բոլորս ոտքի կայնենք, պայքարենք այս թուրքահապատակ ղեկավարության դեմ։ Շնորհակալություն։